Գիտեմ, որ հիմա հարց է առաջանալու եւ այդ հարցը եղել է, իսկ եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն, չի կարողանալու ընդունել երեխային դպրոց, կարողանալու է։ Կա այլընտրանքային տարբերակ, եթե ծնողը չունի ID card կամ էլեկտրոնային ստորագրություն, գիտեք, որ էլեկտրոնային ստորագրությունը ID card ունենալու հետ է կապված, ապա ինքը կարող է հաշիվ բացել իր մեյլով, էլեկտրոնային փոստի միջոցով։ Ինքը բացում էլեկտրոնային փոստի միջոցով հաշիվը, ստանդարտ հաշիվ բացելու տարբերակ է կիրառված, ինչպես շատ համակարգերում, հա, երբ որ դու գրում ես քո մեյլը, գաղտնաբառ ես որոշում քեզ համար, հետո ստանում ես քո մեյլի վրա հղում, որով հաստատում ես, որ դա քո մեյլն է, այսինքն դու ես օգտագործում եւ հաշիվը ստանում ես, բացվում է քո հաշիվը, ակտիվանում է, որից հետո միևնույն է պետք է անցնես խիստ նույնականացում, այսինքն պետք է լրացնես քո հանրային ծառայության համարանիշը, որպեսզի համակարգը քեզ նույնականացնի։ Այստեղ ուզում եմ ասեմ, որ պարտադիր չէ էլեկտրոնային ստորագրություն ունենալը, բայց պարտադիր է հանրային ծառայության համարանիշ ունենալը, ինչպես ծնողի, այնպես էլ երեխայի համար։ Ներողություն, իսկ գործընթացը նախատեսվում է բացառապես այս տարբերակով, եթե օրինակ հանրային ծառայության համարանիշը չունի կամ ինչ որ այլ խնդիրներ կան, դպրոց այցելելու եւ այնտեղում կարգավորելու տարբերակը բացառվում է։ Տարբերակը բացառվում է, այո, միայն էլեկտրոնային տարբերակով է հայտագրումը տեղի ունենալու։ Ավագ դպրոցների պարագայում մասնագիտացված ավագ դպրոցները բուհերի ենթակայությամբ գործող ավագ դպրոցները իրենց ընդունելությունը անելու են իրենց ընթացակարգերով այս տարի։ Այսինքն, քանի որ իրենք իրականացնում են քննությունների միջոցով են ընտրում երեխաներին, ապա այդտեղ գործընթացը դեռևս տեղի ունենալու թղթային տարբերակով։ Բայց հաջորդ տարիների համար մենք նախատեսում ենք, որ ոչ միայն առաջին դասարանցիների, ոչ միայն 10-րդ դասարանցիների, այլ ընդհանրապես դպրոց ընդունվելու գործընթացը ամբողջությամբ լինելու է թվայնացված առցանց եղանակով։ Ամեն մեկը, այո, կլինի մասնագիտական, թե ոչ, ուղղակի կլինի համապատասխան մեխանիզմների կիրառմամբ, այսինքն ծնողները կկարողանան դիմել դպրոցին, հետո հանձնել քննությունների արդյունքով ընդունվել դպրոց, ինչը որ այսօր օրինակ կիրառվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում, այսինքն այնտեղ սահմանափակում դիմելու չկա, դիմում են ծնողները բոլորը, հետո անցկացվում է մրցույթ եւ մրցույթի արդյունքում որոշվում են թե ովքեր են ընդունվել տվյալ ուսումնական հաստատություն։ Ինչ փուլերով են անցնելու 10-րդ դասարան ընդունվողները։ 10-րդ դասարանցիները նույն փուլերն է նախատեսված, ինչը որ առաջին դասարանցիների պարագայում էր, քանի որ օրենքը սահմանել է նույն առաջնահերթությունները թե առաջին դասարանցիների համար, թե 10-րդ դասարանցիների համար։ Համակարգը մենք արդեն բացել ենք եւ ծնողները կարող են այսօրվանից սկսած իրենց հաշիվները բացել համակարգում, դա շատ կարևոր է, որպեսզի ծնողները այդ գործը չիրականացնեն հայտագրման օրը։ Հաշիվը կարող են բացել այսօր, արդեն կարող են մտնել իրենց հաշիվը ստեղծել, անցնել այդ նույնականացումը եւ համակարգը ասեմ ձեզ, որ ավտոմատ է ճանաչում երեխային ծնողի, եթե փաստաթղթերում խնդիր չկա, որտեղ համակարգը փոխգործելիություն ունի բնակչության պետական ռեգիստրի հետ, ՔԿԳ-ի բազաների հետ, սոցիալնախարարության, այսինքն սոցիալական անապահովության բազաների հետ, հաշմանդամության բազաների հետ եւ ավտոմատ հանրային ծառայության համարանիշ ունենալու դեպքում ինքը ճանաչում է եւ նույնիսկ ճանաչում են առաջնահերթությունը։ Այսինքն երբ որ ծնողը մտնում է եւ իր edge, այսինքն edge-ը ստեղծելուց հետո մտնում է ենթահամակարգեր, այնտեղ կտեսնի մի քանի ենթահամակարգ այս պահին։ Դա առաջին դասարանցիների հայտագրման ենթահամակարգն է, 10-րդ դասարանցիների ենթահամակարգն է եւ մտնում է 10-րդ դասարան հայտագրման ենթահամակարգ, որտեղ արդեն ավտոմատ, եթե ծնողի եւ իր երեխայի փաստաթղթերում ամեն ինչ նորմալ է, երկուսն էլ ունեն հանրային ծառայության համարանիշ, համակարգը ճանաչում է երեխային եւ ճանաչում է նաեւ առաջնահերթությունը, եթե նման առաջնահերթություն ունի ծնողը, այսինքն
հաշմանդամություն ունեցող երեխա է կամ հաշմանդամություն ունեցող ծնող է, եթե ծնողը աշխատում է տվյալ ուսումնական հաստատությունում, եթե տվյալ ուսումնական հաստատությունում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի, այն աշակերտը, ում ուզում են հայտագրել տվյալ դպրոց, եւ համակարգը ավտոմատ ճանաչում է առաջնահերթությունը եւ ցուցադրում է ծնողին, որ դուք ունեք այս առաջնահերթությունը եւ կարող եք հայտագրումն իրականացնել այս պարագայում հուլիսի 20-ից սկսած։ Հուլիսի 20-ին դա առաջին փուլն է, նախատեսված է առաջնահերթություն ունեցող ծնողների համար եւ երեխաների համար եւ տևելու է 2 շաբաթ։ Հաջորդ փուլը, որը համընդհանուր հայտագրման համար է, դա օգոստոսի 4-ին առավոտյան ժամը 9-ին է տեղի ունենալու, բացվելու է այդ օրը համակարգը։ Այստեղ կարող են մի բան շեշտեմ, որ առաջնահերթությունից կարող են օգտվել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ուսուցմամբ դասարաններ ցանկացող ծնողները, այսինքն իրենք կարող են չսպասել երրորդ փուլին ռուսերեն ուսուցման պարագայում, եթե իրենք ունեն առաջնահերթություն, ապա կարող են հենց առաջին փուլում օգտվել իրենց առաջնահերթությունից։ Երկրորդ փուլը օգոստոսի 4-ին հայերեն